Բարև ձեզ, ես Նարեկն եմ, այսօր կպատմեմ հայոց ծագումնաբանության մասին։ Հայոց ծագումնաբանությունը ուսումնասիրում է, թե որտեղից եւ ինչպես է առաջացել հայ ժողովուրդը, թե ովքեր են մեր նախնիները, եւ թե ինչ ճանապարհով է ձևավորվել մեր ազգը։ Հայկական ժողովուրդը ձևավորվել է հայկական լեռնաշխարհում, մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակի վերջին եւ առաջին հազարամյակի սկզբին։ Այդ ժամանակ այստեղ դեռ ապրում էին հին ցեղերը՝ Հարասա, Նայրին, Ուրատուն եւ այլն։ Ժամանակի ընթացքում այդ ցեղերը միացան իրար եւ ստեղծվեց հայ ժողովուրդը։ Մենք բոլորս գիտենք, որ հայ անունը եկել է Հայկի անունից, բայց ոմանք էլ ասում են, որ հայ անունը առաջացել է Հարասա երկրի անունից։ Օտարները մեզ կոչում են արմեններ, իսկ մեր երկիրը Արմենիա, քանի որ հիշատակվում է արմեն ցեղը կամ Արամի անունը։ Հայերեն լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին եւ ունի իր սեփական հայերեն ճյուղը։ Լեզուն մեր միասնության ամենակարևոր նշանն է։ Այսպիսով, հայ ժողովուրդը ձևավորվել է իր բնիկ հողում, հայկական լեռնաշխարհում եւ ունի հազարամյակների պատմություն, հարուստ մշակույթ եւ հին արմատներ։ Մենք հայերս մեր պատմությունը չենք սկսել որևէ տեղից գալով, այլ ծնվել ենք հենց այս հողի վրա, մեր լեռների, գետերի ու հին ավանդույթների մեջ։ Մեր լեզուն, մշակույթը ու հավատը մեզ պահել են հազարավոր տարիներ, եւ այսօր էլ մենք շարունակում ենք ապրել որպես նույն այդ հին եւ հպարտ ժողովուրդը, հայ ազգը։ Այսքանը, շնորհակալություն։